Նրա մասին ոչ մի լուր չունի, հաստատել չի վերադառնա։ Այնպիսի անորոշ ժամանակներ են, որ հիմա յուրաքանչյուր տղամարդ ոսկուգին ունի։ Ախր այնքան լավ մարդ էր, երեխայի սիրտ ուներ։ Այո, բայց արդեն վաղուց ինչ-որտեղ փատել է։ Իսկ եթե վերադառնա։ Դրախտից դեռ ոչ ոք չի վերադարձել, Ամալիա։ Կարճ երդվում եմ, Աննան իրեն ջուրը կնետի։ Չգիտես ինչու, անընդհատ սրտխառնոց է զգում։ Լսիր, այդ մունքը լավ տղա է։ Մենք պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնենք Աստծուն նրա համար։ Այո, լավ փող է աշխատում, բայց ինչ է լինի քրագների չի հասնի, լացս գալիս է։ Ում չի հասնի, այդ դիակին, ասում եմ քեզ, հիմա կամ երբեք։ Ինչ է, Հռոմի պապին է սպասում։ Թե նրանց ծևամորթ ինչ-որ մեկն է պետք, օգնել եմ այս կրկեսից բավակ։ Իսկ եթե վերադառնա։ Դե, այս դիակը, այդ ժամանակով կբացատրի նրան, որ իր ընտրյալ ուրիշի հետ պարկած է անկողնում։ Ես։ Իսկ հիմա Աննային ասա, որ ես կուշտ եմ այս ամենից, և որ մենք հասանիք պիտի անենք, և որ նա ամուսնանալու է հենց մուտքի հետ։ Աննա, Աննա։ Հայո, հայո։ Բարի եդիչ, լսիր մայդիկիտ, և այս տոնական օրը չհամարցակվես նարդապան։ Արի այստեղ, Աննա։ Այնքան գունատես կարծես գիշերն ընդհանրապես չես քնում։ Չես խոսում, ես քնում եմ, մայրիկ։ Ինքդ մտածիր, այսպես չի կարող շարունակվել, հասկացիր, նա այլևս չի վերադառնա։ Նորից կոկորդիլոսի արդյունքն է։ Հասկանում եմ, քեզ համար հեշտ չէր, և նա է լավ մարդ էր, բայց նա մահացել է, հասկացիր։ Վաղուց մարդերի բաժին է դարել։ Ինչ։ Իսկ մուրքը սիրում է քեզ։ Նա աշխատասեր է և իհարկե շատ հեռու կգնա։ Դե Աննա, ուրեմն Ֆրիդրիխ Մուր։ Հայ, ես սիրում եմ նրան։ Ախր դուք ամեն ինչ գիտեք, և այս ամենը։ Ինչ չեմ ուզում լսել։ 4 տարի է նրա մասին ոչ մի լուր չունենք ամբողջ մարդկոցը պայթել կտոր է եղել։ Դու պարզապես վախենում ես ուրվականներից։ Իրականում աղջիկս, ես պարզապես ամուսին եմ, ամուսին, և դու այլևս չես վախենում իջերներ։ Դու ամացակ աղջիկս, և ոչ։ Պատրաստեք, հասկանում ես աղջիկս, կինն առանց ամուսին նողկալի բանդոկի պես մի բան է, բայց արդյոք նա դեռ ոչ է, անկախ ամեն ինչից նա արդեն մահացել է, բայց դու դեռ կարոտում ես նրան, մի ալալի է, մեկ ուրիշ
ուրիշ տղամարդ կլինի։ Բնություն աղջիկս հասկանում ես պահանջում։ Դու առողջ ես, ախոսակը տատը չէ, աստվածահաճո է, վստահեցնում եմ քեզ։ Ինչպես էլ համոզես, ես չեմ կարող մոռանալ նրան, չեմ կարող։ Ասում եմ քեզ, ամուսնացիր մուտքի հետ և նա անմիջապես կուղնի քեզ։ Ես սիրում եմ։ Կգա ժամանակ ավելի շատ կսիրեմ, չէ՞։ Նա հրապ կվեր։ Համեցեք, պարոն մուշկ։ Յոին Աննա։ Բարև, ինչու ես ույն հետ գցել, բարեկամ, նապաստակի պես դողում ես, դե անա, դուրա սիրար, Ինչ-որ մեկը եղել է այստեղ, ինչու անգարց այդպես պիտակից սիրով է եղել այստեղ։ Ոչ ոք, այստեղ ոչ ոք չի եղել, ինչ է պատահել ես։ Այդ դեպքում սենց շտապողականություն է։ Մի խապիր, և հետո ես չեմ ուզում իմ ամուսնությունը նշել այս հավաբնում։ Իսկ ով է խոսում ամուսնության մասին Ֆրիդին։ Դու պարզապես ամեն ինչ շատ հեշտ ես պատկերացնում։ Ախ այդպես։ Ուրեմն ինչ-որ մեկնում ես։ Ես նման ոչ ասացի։ Բայց ահա, նա այստեղ է, թափառում է այս տանը։ Դա բոլորովին այլ բան է։ Դու դա երբեք չես հասկանում։ Որովհետև դա հոգեբան։ Իսկ մեր ինչ։ Մարմնական։ Մարմնական։ Մեր միջև ընդհանրապես ոչինչ չկա։ Ոչ, հիմա արդեն ինչ-որ բան կա, մենք համուսնանալու ենք։ Սա է քո սիրո խոստովանությունը։ Չէ, դեռ կունենանք ժամանակ։ Սատանա, հորես, սատանա։ Ես դա ինձ վրա եմ դարձնում։ Ջնջի, նոմես դեք չէ։ Ես ուրիշ որոն չեմ ամուշ։ Դերա։ Պարինց մոտ։ Ուզում ես գրազգան թոր երեխայ։ Ինչ ես ասում մի ասա այդպես։ Ինչու։ Ո՞վ տավակները։ Ոչ մարդը դա վերություն էր, հա։ Երկորյակներ,
Երբ ենք անել վարսալիքը, ժամանակը կողմ։ Ինձ որ մնա ակնված են 3 շաբաթից։ Մուրք, անգողինը, պատրաստ։ Մայրիկ, ընթրիկ։ Հիմա սիրելիս, թույլ տուր շուտ քաշեմ։ Թույլ տվեք հրավինել ձեզ այս երեկո պիկադիլի բան, կարմիր գինի վայելելու։ Չետացեք առողջությունը։ Ինչ կասես, Աննա։ Այո։ Բայց ինչի համար գնանք այդ պիկադելի բանը, կարող ենք էստեղ։ Ոչ էստեղ, այդտեղ ոչ մի տեղ։ Այդպես ու է։ Հայրիկ, նա այնքան սվարճան է, թող լինի պիկադելի։ Այսպիսի գիշերով դուրս գալը վտանգված։ Այո, երեխաներ, այսպիսի գիշերով չարժ է տնից դուրս գալ։ Մոտեցեք սեղանին։ Մոտեցեք։ Նստիր մուր, նստիր։ Նստիր։ Աննա, դու եք նստիր։ Ամալյա։ Ասմաստին հոյտ են։ Դիշ բվիլա, խսում։ Նորապսակների համար։ Նորապսակների համար։ Արկերի համար։ Արկերի համար։ Արկերի համար։ Արկերի համար։ Արկեր, առատ արկերի համար։ Լավո, իսկական տղամարդը ասնում էին նպատակին։ Ես ինքը ժողովրդի միջից եմ։ Գործարանում հարակիչ աշխատող մի տեղ այն։ Միտեղ մի կտոր բան կպատահեր, միտեղ ծոծրակիտ կտային։ Մեր ամբողջ Գերմանիան էր այնպես։ Աստված եղական մենք սպիտակ թաթիկներով չենք, այլ իսկական աշխատավորներ։ Հիմա ես ապրում, վայելում եմ իմ կյանքը։ Կենացդ, Աննա։ Ինքս էլ չգիտեմ հայրիկ, սա երևի լավ չեմ հայրիկ, ինչու աղջիկս, ինչի մար մտքեր են, հիասքանչ մատանի է, նստեք։ Ինչու ես նորից իսկ մեր գործերը ֆրից։ Մեր արկղերի գործարանը կարող է շուտով սնանկանալ։ Լավ, եթե բախտը բերի այս պատերազմը կարող է ևս 2 շաբաթ շարունակվել։ Իսկ հետո կապուտ։ Ասածս կատակ չհամարես մուտք։ Բայց ամենալավ տարբերակը անվասայնակներն։ Գործարանը դրա համար բոլոր անհրաժեշտ պայմաններ ունի։ Լսեք, այնտեղ գործարանի բակում մի մարդ է կանգնած։ Տեսնես ով է։ Այստեղ է նայում ֆրիջ, սարսափելի է։ Երևի խոհ։ Սա հաստատ Սպարտակ շարժումից ինչ-որ մեկն է։ Պատերազմի ինչ խոսք ինձ հրստացրեց։ Փողն ընկած այդ փողոցում, ինչու չվերցնեի։ Ես չանեի, մեկ ուրիշը կաներ։ Մենք պահպանեցինք ու մի լավ բազմապատկեցինք մեր կարողությունը։ Իսկ հիմա մենք կարող ենք շատ հանգիստ անվասայլակներ պատրաստել։ Համաձայն ես։ Միանգամայն հայրիկ, եթե խոզը կա, խոզապուխտն էլ կլինի։ Առողջ լինեք։ Դուք էլ կարող եք հանգիստ երեխաներ ունենալ։ Ընկերներ, ո՞նց եք փոխվում եք կարմիրների գրոհից։ Սպարտակ շարժումը զորահավաքի հայտարարել։ 24 ժամից Բերլինը կգնի հրետաներ գրակի տակ։ Կատաստրոֆա։ Հրետանի այդ տղաները նորից դրկող են։ Աստված, հրետանի, ես կիչնեմ նկուղ կար։ Ամալիա։ Քաղաքի կենտրոնում դեռ հանգիստ է, բայց ասում եմ, որ թերթերի խմբագրություններն են գրոհելու։ Ինչ, ախր մենք նշանադրություն ենք տոնում։
Եվ հենց այսօր պիտի հարձակվեին խելագարներ։ Դրանց բոլորին պետք է շարել պատի տակ։ Մի րոպե, ինչ նշանակություն։ Իմաստնացում է, բաբուշ։ Աննա։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Բայց երբ ես սկսելու կրակել, Դուք հանգիստ եք։ Այստեղ ամեն բան կարգին է։ Այստեղ ընտանիք է։ Այստեղ գերմանական ընտանիք է։ Գիտեք ինչ, եկեք բոլորս միասին գնանք Պիկադիլի բար և այդտեղ հաշվենք։ Պիկադիլի բար, այսպիսի գիշերով, Իսկ ինչ գիշեր է ոչ, բարոն Քամնեվիչ ծառը։ ես իմ տնից դուրս չեմ գա։ Աման։ Ֆրիդրիխն է ցանկանում։ Ես չեմ հասկանում։ Ես հիմա արա կպատրաստվեմ Ֆրիդրիխ մայրիկ։ Դուք մայրիկ հետ կասնեք մեզ, մենք էլ բաբուշին որպես էլեգանտ տիկնոջ կվերցնենք մեզ հետ, այդպես չէ, բաբուշ, 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 այդ ձեզ եմ տեսնում դահլիճում։ Իբր ինչ կա այդ տխմար ոտանավորի մեջ։ Դու հայտ։ Հեյ փոքրիկներ երիք ստուլեք, բակոսների խաղին նայեք, Աննա։ Արքի քեզ Տեր Աստված, գործի վերջն է գովելի, բայց ինչպես տեսնում եմ այդ աղջկան հարկավոր է ուշով քշել անկողին, և գումարս դրան այդ կորուսյալի հանդեպ նրա սերը։ Ախ վերջ, ինչ լրում է թող լինի, կարգախոսս ան, վա, սայն, լակ, ներ։ Ամալյա, Վերնաշապիկ ես, Ամալյա։ Կար, լուսինն այնքան մեծ է, այնքան գարմիր, իսկ երեխաները Տիկին բալիկ է, այդ ես եմ, Անդրիաս Կրագլերը։ Ինչու եք ինձ այդպես նայում, է? Չլինի դուք էլ եք թարմացախկե պսակի համար փող վատնել։ Ափսոս։ Ես ուրվական էի և Ալժիրում էի ապրում։ Սակայն այժմ նախկին դիակը այն աստիճանի քաղցած է, որ կարող է անձրև որդի ուտել։ Մի րոպե, ես դեռ լավ եմ հիշում այս բնակարանը, գինին Երենշտայներ։ Ամալյա, ուղղանիքանը դուրս չի գալիս, Ամալյա։ Ողջույն պարոն Բալիկյան։ Ձեր կինը իրեն լավ չի զգում։ Խմել չեք ցանկանում, ձեզ անմիջապես լավ կզգաք։ Ես չէի էլ պատկերացնում, որ ինձ այստեղ դեռ հիշում են։ Աֆրիկայից ուղիղ այստեղ եմ եկել։ Դե խմեք գրողը տանի։ Ձեր Աստծո կնոջս հանգիստ թողեք, կխեղդեք նրան։ Ահա, խնդրեմ։ Պարոն Բալիկ է, բայց ասացեք, որտեղ է Աննան, Աննա, Աննա։ Պարոն Կրագլեր, եթե դուք նայեք ու ինձ ես իրոք ներկայացնում եք, կխնդրեմ բացատրեք, թե ինչ գործ ունեք այստեղ։ Լսեք, պարոն Բալիկ է, ես 4 տարի Աֆրիկայում ռազմագերի էի։ Ինչերով ընտանի, պարս խոսք,
Աղջիկս, կես ժամ առաջ նշան է։ Դա ինչ է նշանակում։ Դուք 4 տարի բացակայել եք։ Նա 4 տարի սպասեց։ Բավական է, դուք այլևս հույսեր մի փայփայեք։ Պարոն Քրավներ, այդքան մի նեղվեք, այլ աղջիկներ էլ կան։ Ուղղակի այսպես ստացվեց, սովորեք տաղապել առանց բողոքելու։ Աննա, Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը, հրաշալի է։ Համբուրիր ինձ։ Ինչպիսի կմահաճույք ամբողջ Բերլինը մեզ է չրիում։ Ինձ չի հետաքրքրում։ Դու չես ուզում։ Ընդհանրապես։ Չկորպից։ Այդտեղ որ կա։ Թերթերի թաղամասում նորից բղավում է։ Լսեք ինձ, տուն երկուսով կվերադառնար, երբեք վերջապես ամուսնանալու։ 3 շաբաթից մայրիկ։ Միթե հնարավոր չէր ձեր նշանադրության երեկույթին մի քանի հոգու ևս հրավիրել։ Մարդիկ պետք է իմանան այս մասին։ Մուրք, օգնեք ինձ բացել շիշը։ Գայլը վերադարձել է և ոռնում է լուսնի վրա։ Աֆրիկայից եկած գայլն է։ Անդրեաս, քրաբները։ Գործը բուրդ է, հա։ Նա թաղված է և դենք չի։ Հատեք վարակույրները։ ինձ բարի լինի։
Մի տարվիր բալով մայրիկ։ Հարկիր վարը։ Հենց նոր։ Ինով ուշտավադրություն եք պատրաստում։ Ապա բոլորդ եկեք այստեղ, եկեք շնորհավորենք միմյանց։ Արագ-արագ ժամանակը փող է։ Երողատանի էստեղ շոչենորից կրտում եմ։ Նիփուտ ծիրանն այժմ արժե 10 մարկ։ Պատկերացնում եք, ես այդ թանկացման մասին հոդված կգրեմ։ Եվ հետո հանգիստ ծիրան կուտեմ։ Եթե ամբողջ Տիրգարդեն թաղամասը հոդս ծնգի, ես դրա մասին էլ հոդված կգրեմ։ Եվ հետո հանգիստ կապրեմ Քրիստոսի գրկում։ Խուստ! Խուստ! Ծիրան, Տիրգարդեն, երբ ես կսվելու հարսանիք, 3 շաբաթից։ Պատերազմը վերջացել է։ Զինվորների զորացումը սանձարձակության, ցանկասիրության, անմատկայնության ու գազանության կեղտոտ հոսք է բերել խաղաղ աշխատավորների միջավայր։ Ոչ մի սրտություն չունեն, դժվար ժամանակներ են։ Լավ ամսին Աննա, այժմ ոսկուցերի թանկ, ամուր բռնիր նրան։ Մի վախեցեք և դուք միշտ առաջ կգնաք։ Միշտ առաջ, ոստ! And some night we say, hip hip, chin chin, 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 hip hip, chin chin. Գլուխս լրիվ դատարկ է։ Իսկ ուղեղիս փոխարեն քրտինք է լցված։ Ես շատ դժվար եմ մտածում։ Քեզ ձկներ չեք է։ Չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։
Աննա, ես քեզ չեմ հասկանում։ Խոդերքին չեմ գրակել։ Ինչու ես այդքան տարօրինակ ինձ նայում, հա? Ես այդպիսի տեսք ունեմ։ Ձեր շան պես քեզ մոտ եկա, մաշկս շնաձկան մաշկի պես է, ամբողջովին սեր։ Բայց առաջ Արյան ու կաթի գույն ունեի։ Ուր էիր այսքան ժամանակ։ Թնդանոթներն ու սույնները ավերել են հոգի։ Ես իմ հայրևս քոնը չեմ։ Միթե ես չկայի։ Սկզբում դու ինձ երկար ժամանակ չէիր լքում բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Ես չիմացա, ես չգիտեի, թե դու ինչ տեսք ունես։ Քեզ ընդամենը լուսանկար էր պետք։ Ես վախենում եմ։ Ես պետք է վախենում սպասեի։ Ես պետք է սպասեի։ Չունեմ։ Թող ինձ։ Ես հիմար եմ։ Հիմար եմ։ Ես պետք է սպասեի քեզ։ Աննա, ես չգիտեմ դու ինչ ես խոսում։ Միգուցե այդ ամենը կարմիր լուսնի պատճառով է։ Ես ծանր եմ ու հարբած ժամանակ կոտրում եմ բաշակները։ Ես չգիտեմ ինչպես խոսեմ քեզ հետ, Աննա։ Սևամորտերի բառերը խրվել մնացել են կոկորտիս մեջ։ Արի էստեղ, Աննա, արի գնանք, Աննա, դուրս գնանք, Աննա, արի էստեղ, Աննա, տես, ես այրևս ուրվական չեմ, տես, ես այրևս ուրվական չեմ, տես, Աննա, դու էլ իմ ձեռքը բնի, ինչու ամուր չես սեղում, դու ինձ քո դեպքը, ինչ է, չի կարելի, աղբի կտոր է, ահա թե ով եմ ես, Աննա ուզում ես, արի էստեղ, Աննա ուզում ես, Աննա, Թող ինձ խնդրեմ։ Բայց գլխավորն այն է, որ նա պահել է իր անվասի Շուշան։ Ինչո խուժելի ծիծաղ ունեք։ Լիգի պարքացը լավ եք զում։ Աղջիկս, հիմար աղջիկս, որքան օքսեր եմ ես պատճառում։ լսեցիր ինչ ասաց Աննա, լսեցիր որքան խոր է զգաց, նա ասաց Շուշան, ասաց անվասիր Շուշան,
Անդրե։ Նորից ասա այդպես։ Նորից ասա այդպես։ Ախ, ինչ ձայն ունես։ Մատուցան բարեկամս այստեղ արտեք, աղերեկները սրիկ ալեսրու, Նստեր։ Դեմքդ ինչու է այնպես, ոտքերս նորից դողում են։ Որտեղ է մուտքը։ Լավ, պաթոսի ժամանակ չկա։ Նստեք բոլորը։ Քեզ հավաքիր Ամալիա։ Իսերը սոդու են նստիր։ Ես պետք է խմեմ, այլապես կմեռնեմ։ Նստիր, ոտքերդ քեզ լավ չեր պահում։ Նստիր։ Բալի իկյոր կխմես։ Ինչ ես ուզում, Անդրեաս Կրավներ։ Պարոն Կրավներ, մեր կայզերն ասել է, նույնիսկ տառապանքի մեջ ուժեղ եղեք։ Մի կում խմեք։ Վերանը պակիր թողնախոս։ Ինչ ես ուզում։ Գուցե խմել եք ուզում։ Մի անգամից չխոսես մտածիր։ Ձայնդ կտրիր լսում ես, դու ոչինչ չես հասկանում։ Գարունա ինձ գերեզման կուղարկի։ Ձեր տված հարցերին պատասխանել այնքան էլ հեշտ չէ։ Եվ ես չեմ ուզում բալի լիգյոր խմել։ Ինչու։ Որովհետև իմ պատասխանից շատ բան է կախված։ Կամեր մի թափիչ, ասելիքը դասավոր հետո քեզ դուրս չպատեմ։ Կարծում եմ ձեզ մի պրոգեմ ունենեմ։ Դու չափասած շան եք ուզում, ես ձեզ ամենի։ Լավ կսկը։ Բրավո, բրավո, բրավո։ Այս մարդուն ցույց տվեք, թե ինչ է նշանակում իսկական տղամարդ։ Ֆրիցը վախտոտ չէ, ֆրիցը զվարճանում։ Եվ ինչ, այս տխմար կատակերգությունը դեռ չավարտվեց, իմացեք, ես լավն եմ այնքան ժամանակ, քանի դեռից ոչ ոք չի խանգարել։ Ակիր բերա։ Շարունակեք Կրավներ, մի թող այդ գործ ընդհանեմ։ Նա կգեղականներ ունի։ Մանուկ ժամանակ նա փնտի է։ Ուերի փոխարեն ծվի տեղլուց։ Աննանա պետք է չքվի։ Ով գիտե թե ինչքան է խապել գլխի։ Խապել են։ Ես 4 տարի այստեղ չեմ եղել։ Ես չէի կարողանում նամակներ գրել։ Բայց գլուխս ամենևին չի ցավում։ Խնդրում եմ հիշեք։ 4 տարի է անցել։ Աննա, դու ինձ երբեք էլ չես հասկացել։ Դու հիմա էլ անվճարական ես։ Բայց ես երևի չափից շատ եմ խոսում։ Երևի շոքից խելքդ ընծրել է։ Բնականաբար ձեզ համար շատ դժվար է։ Դուք կրվել եք կայզերի և գերմանական ռայխի համար, հանկեղծորեն խրճում եմ ձեզ։ Հիմա ինչ եք ուզում, դե ասեք։ Պարոն Կրավներ, չէ որ մեր կայզերն ասել է, նույնիսկ տառապանքի մեջ ուժեղ եղեք։ Մի կում խմեք։ Բայց չէ որ կան նաև այլ աղջիկներ, մատուցող մի բաժան։ Հիմա ասեք, թե ինչ եք ուզում։ Ինչ է, մի պղնձեք կուպեք եք չունեք, հայրենիքը ձեզ փողոց է նետել։ Մեր երկրում բացառված է։ Մի անհանգստացեք, դուք փողոցներում չեք թափարել։ Հիմա ես գիտեմ, որ այստեղ ոչ մի իրավունք էլ չունեմ։ Բայց ես իմ ամբողջ սիրով սրտով խնդրում եմ, որ լինես իմ կյանքի ընկեր Աննա։ Դուք իրավունք չունես։ Ես չեմ կարող ապրել առանց նրա։ Դու հիմար մարդ ես, քեզ ջրից են հանել ցեխը բերանիդ մեջ։ Նայր կոշիկներից։ Մի ժամանակ ես էլ ունեի քո կոշիկներից։
Երբ սրանից գնես, թե բոլոր կգաս։ Գիտես թե ով ես դու։ Դուք եղեք չակատով։ Հատիր բերանըտ։ Դու ընկեր ես մսաղացի մեջ դե շատերն են հայտնվել այդտեղ։ Բայց մենք դրա հետ կապ չունենք։ Գործել ես դեմքը։ Կհրամայես մեզ որպեսի քեզ շոր ու կոշիկով ապահովենք, ինչ է, մեզ համար էր սողում խրամատներում։ Դե դադարեցրեք այս ամենը։ Դուք եղել եք ճակատով։ Դե ոչ, ես այն մարդկանցից եմ, ովքեր պարտավոր են վճարել ձեր սխրագործությունների գինը։ Դե բավական է, դե հա դուք լավ գումար եք հաստատում։ Բավական է ձեր լավ կապած կոշիկները մտցնեք մեր աչքը։ Ախր հենց սա է ռեալ պոլիտիկը։ Ինչին մենք Գերմանիայում սովոր չենք։ Հարցը շատ պարզ է։ Ձեր կնոջը պահելու միջոցներ ունեք, թե դուք պարզապես սաղ եք։ Լսում ես Աննա, նա ոչինչ չունի։ Եթե մի գրոշ ունենա մոր հետ կամուսնանալ, սովորական խարդախի մեկ դեր։ Մի բան ասեք, պատասխանեք նրանց։ Չգիտեմ, թե ինչ կարող եմ ասել։ Երբ մեր կաշին ու ոսկորն էր մնացել, մեզ միայն մնում էր մի լավ խմել, որպեսզի կարողանայինք ճանապարհները վերանորոգել։ Մեր գլխավերևում միայն երեկոյան երկինք էր, բայց բոլորը հերթով ճանճերի պես սատվում էին։ Այնքան շոկ էր, մենք ամեն անգամ թունդ հարկվում էինք։ Բայց ինչու եմ սա ձեզ պատմում, ինքս եմ չգիտեմ։ Դու անգամ իմ մասին էի։ Լսում եք ինչպես է խոսում, երեխայի նման, մարդիկ փոխարեն ամաչում է։ Քո կոշիկները կվաճառես, բանակի թանգարանի համար, 40 մարդ կտամ։ Շարունակեք քրագրել, սա հենց այն է, ինչ ինձ պետք է։ Հասկանում եք, մենք այլևս ներկաշորել չունեին։ Անդրե բոլորը լսում են քեզ։ 80 մարդ Այդ ամենը չի հետաքրքրում։ Ոչ էլ կարմիր լուսինը։ Պարզապես ես դժվարությամբ եմ նայում մարդկանց աչքերին։ Ես մի սուայնունից սովորական մարդ եմ, ոչ թե ուրվական։ Համակայն է, 100 մարդ։ Ամաչին եթե քո մեջ հոգի է մնացել։ Հա դու երևի անևահարված ես, իվիճակ ես ինքը թուղս գալ այստեղից։ Աննա տականքը համոզված է, որ ոչ ոք չի կարող նրան ճզմել։ Լավ, իրականում ինչ է ուզածդ։ Դու սովորական միակ ես կեզանից վատ հոտ է գալիս։ Ուզում ես, որ սրբազան մասունքի տեղ դրած քեզ համար աղոթեմ։ Ախր ես աշխատել եմ։ Ես այնքան եմ ճկվել ու ճղվել, որ կոշիկները սարյան մեջ են թաթախվել։ Նայիր ձեռքերիս, քեզ այսօր մտնելու համար բոլորը կարեկցում են, բայց ես չեմ քեզ այդ օրը գսել։ Դու հերոս ես, ես աշխատավոր, և սա իմ հաստացուն է։ Ուй, նստեք մուրք, դուք նստած ժամանակ էլ աշխատասեր աշխատավոր եք։ Համաշխարհային պատմությունը շատ կփոխվեր, եթե մարդկությունը ավելի շատ նստած լիներ իր։ Ես այլևս չեմ կարող նայել նրան։ Կարծես հայոյանքներով ծածկված զուգարանի պատ լինի։ Աննան մեղք չունի։ Աննա, դու սիրում ես նրան։ Դա անօրինական քայլ է քրագլեր, անօրինական։ Աննա, դու սիրում ես նրան։ Այդ չհասած ընկույզի կանաչ դեմքով ա։ Ու դրա համար եք ուզում ինձ դուրս վտարել։ Նա անգլիական կոստյում է հագել։ Իսկ իմ հագինը ինչ է, հե? Հին? Ու ցեցը կերած կոստյում։ Խոստովանիր, որ կոստյումի պատճառով ես ինձ մերժում, Աննա։ Ընդունիր դա։ Դե փակեք ձեր բերանը, շուտով քաոս կսկսվի։
տեսե ինչ լսում է։ Հետը պարենի սամաչում է, իսկ ես իսպեշնան ընդհատվեր էր բարձրացնում։ Բերանը թակիչ, ամաչկոտիս պես։ Ինչու ես նստել և թույլ տալիս, որ ես թապարաշրջիկ աչքերով խրրիկ ես։ Լսիր, դու Աֆրիկայում այնպես ես գժվել, որ աստատ մոտը կոկորդը սկտրելու դանակ կունենաս։ Այս ամենից կուշն եմ, դանակը թալիր ու կտրիր։ Կոկորդ! Աննա, ինչպես կարող ես լսել այս ամենը։ Պատմիր նրան։ Աննա մի վախեցիր, ամեն ինչ լավ է լինելու, մենք ամուսնանալու ենք։ Բրավո։ Սերիկա։ Դուք խոսեք, դուք բոլորդ խոսեք։ Ինչու եք դուք հիմա ապշել այդ չար։ Թարման պսակս, թանկ էր շատ։ Ես նորություն ունեմ, շատ վատ, որ ուրվականը անչակ կասած է։ Այս տունը լավ հիշում եմ դեր, գուցե ինձ չեն ջնջել նրանք այստեղ, գլուխ էին լրիվ դատարկ, հայլվում է, մտքերս չեն լսվում, մտքերս չեն լսվում։
զբաղվում է։ Բայց քո ասնած Լրիր։ Դա մոռանալ է պետք, վերջ։ իսկ մինչև լույսը բացվելն ինչ ես մտադիր անել։ Պետք է նորից դանակ ճան։ Հիսուս Քրիստոս։ Դու ծխում ես։ Թերթերի թաղամասում կրակում են։ Գուցե մենք այնտեղ ավելի օգտակար լինենք։ Սպասիր։ Դուք դեռ չհասկացաք, նա չկա, չքվել է։ Լսեք հիմա որտեղ ասես կրակում են, միգուցե նրան գնդակահարել են։ Ամեն դեպքում հաստատ մեկ ժամ հետո նրան ոչ ոք չի գտնի։ Նա անհետ կկորչի, կվազի առաջին իսկ պատած թմքարի հետևից։ Գնացեք փրկեք նրան։ Կաններ մալկիրիա։ Ուրեք գնում։ Այնքան ցուրտ է, և հիմա չգիտես, թե որ գայ ջրատանն են ալավ։ Նա 4 տարի այստեղ չի եղել, և հիմա ոչ ոք նրան չի կարող գտնել։ Ոչ ոք։ Նայեք այս արարածին։ Ես նրա հետ ինչ գործում եմ, նրան վերարկում դիրեք, 4 տարի սպասանից հետո քամուց արեք եմ ասում։ Այնտեղի խուժանը համոզված է, որ եկել է հաշիվ տալու ժամանակ։ Այս կամուն ինձ ուր ես տան։ Ես ինձ վատ եմ զգում, ես քո կարիքն ունեմ, դե նկատի չունեմ ներքնաս կես Չեմ կարիք ես քեզ։ Նրան կլանել է թերթերի թաղամասը։ Ո՞ր ես գնալ այնտեղ, Ֆրիդրիխշտադտ։ Ես ոչինչ չեմ ուզում։ Ոչ, իսկ նրա մասին չես ուզում մտածել։ Ոչ այլևս չեմ ուզում։ Այլևս չես ուզում նրան։ Սոքսուղակ է ինձ համար։ Եվ դու կարողացար փախչել այդ սուղակից։ Նա ինքը ինձ բաց թողեց։ Դու անտարբեր ես երեխայի նկատմամբ։ Ինքը անտարբեր եմ նրա նկատմամբ։ Որովհետև վերադարձել նա ու նույնիսկ մի վարք տոնը կապ չունի։ Այդպիսին չէի ճանաչում։ Դա ամենևին էլ նա չէ, դու նրան այդպիսին չէիր ճանաչում։ Նա օրենի գազանի պես կանգնած էր քո դիմացից դու նրան ծեծում էիր։ Եվ նա պարավի պես օրնած ու փախավ թողնելով քեզ մենակ։ Բաբանից։ Որտեղ կլինի այդ գրողի տարածը։ Իսկ այս հարցած խոսի հետ ինչ անել։ Ես կնամ այստեղ ցուրտ է։ Գլուպիկանը ջրատում, շոսե շպրած է, հետո մի բորնիկ կա, հեղափոխությունը կլանել է նրանց։ The subject for tonight's lecture is rhythm, the beat, the driving force that holds our lives together. Without rhythm, your heart wouldn't beat. Without direction, without moods, and without shadings. And so tonight we... Ես ուզում եմ շնապս խմել և չեմ ուզում լսել այս երաժշտությունը։ Ձեզ անհարմար է այս։ Այո, և բացի այդ, հեղափոխությունը։ Ինչ նկատի ունեք, իմ գարեջրատանը բոլոր սրիկաներն իրենց ապահով, իսկ լարը երկու։ Երկիր, անհալթի կայարանում ժամը 6-ից հրացիկների դիվիզիա է տեղակայվել։ Օրվերցում ամեն ինչ լավ է։ Դատարկ խոսակցություններ։ Սովոր է։ Անսովոր։ Իսկ նոյեմբերին անսովոր չէր։ Say, attention, the rhythm section. The beat. The beat. The beat. Ինչ հերսում այս պարոն։ Ազատություն։ Ոստիկանությունն արգելում է խմել առանց մաչկոնի։ Սատիչ։ Ազատություն։ Երևի սպիտակ ճարմանքներով տղամարդիկ զուգարաններ կմաքրեն։ Իսկ ինչու ոչ։
Ինչ է ամոթ է սպիտակ ճարմաններով զուգարան մաքրել։ Հեյ, քեզ պետք է պատիս եղնել։ Ուրեմն թող այդ սպիտակ ճարմաններով տղամարդիկ դադար են զուգարան գնալ։ Ավգուստա լրիչ։ Ինչու։ Մենք պատվեցինք պատերազմում։ Այդ սպիտակ ճարմաններով խոզերի պետք է կապել փողոցի սյուներին։ Եվ կրպանը ծակ է իմաստ չունի սիրով սպարտել։ Եվ եթե կրվել չգիտես իմաստ չունի կրվել։ Ինչ աղում, հրանոցներ են։ Իսկական Մոյսյան բզեզն է։ Տեր աստված, բայց ուր են գնում։ Թերթերի թաղանում։ Տեր աստված, այնով է դրան մոտ։ Ով ես դու։ Ես, ոչ ոք, ասում է ոչ ոք։ Երեսը թրքիքի մեջ է, բասում է ինչ է։ Դու հաստատ փոլուտություն ունես։ Էй, ասա տեսնեմ ինչ կրակի մեջ ես ընկել։ Քեզ նմանների լավ եմ ճանաչ, շատ լավ։ Նա ոչ մի վատ բան չի արել։ Ես էլ նրան այստեղ հրավիրել։ Մնալու տեղ չուներ, Աֆրիկայում էր։ Նստիչ։ Գերեվարված էր։ Այո, և անհետ խորած էր համարվում։ Անհետ։ Այո, իսկ նրանք այդ ժամանակ գողացել էին իր սիրեցյալին։ Իսկ անցյալ շաբաթ գողացել էին իմ մեծանին։ Դե լավ։ Արի Ավգուստա մայր մոտ հրետանավոր։ Պատմիր մեզ, ինչ էիք անում այդ Աֆրիկայում։ Աֆրիկայում այնտեղ ճանապարհներ էի կառուցում, սևամորտների վրա էի կրակում։ Ասում ես թոքերի հետ կապված խնդիրներ ունես, հա? Իսկ ինչքան տևեց 27։ ամիս, իսկ առաջ։ Առաջ պարկած էի խրամատում խոնավ կավի վրա։ Իսկ ինչ էիք անում այնտեղ։ Հոտու մեջ։ Այնտեղ կարող եք հավեր ոչինչ չանել։ Իսկ ինչպիսին են այդ աֆրիկացիները, հե։ Լավ մի զսվեցրեք։ Եվ դուք տուն եկաք։ Աղջիկն այնտեղ չէր, չէ։ Ինչ է, կարծում եք նա ամեն օր գնում է զորամաս և սպասում է ձեզ։ Լուծը ջան։ Ոչ, լավ։ Նրա հետ մի փոքր անապար է վատվել, բայց ոչ։ Ամեն բան կանցնի փոխարենը եկեք երկեք։ Այո, եկեք լավ, Իսկ հիմա ամիս տեղում բա
կոտրեք շշերը։ Գլուխն արված է և հիմա իրեն ավելի լավ ես։ Մխիթարվիր գարեջրի տակար։ Արդյոք խոզը որևէ բան է նշանակում Աստծո համար։ Իմ պորնիկ քույր։ Ոչինչ։ Իսկ ինչպես հնարավոր է արդյոք չեղարկել օրինակ բանակը կամ Աստծուն։ Իմ պորնիկ քույր։ Իսկ դու, կարմիր պարոն, կարող ես չեղարկել խոշտանգումները։ Դու չես կարող չեղարկել սրանցից որևէ մեկը, որովհետև միայն շնապս խմել գիտես։ Շնապս խմել։ Այդ պատճառով է, կողպեք դուրը և խմեք գրողը տանի։ Գլուբն ասում է, որ քեզ հետ մի փոքր անաքար եմ արվել, բայց ոչինչ, այդ ամենը շուտով կանցի։ Կանցնի, ասաս անաքար, այո ասաց, իսկ դա ինչ բան է, մարդիկ ես այդպիսի փոքր բաներ են հորինում ու բխմջակի պես օդ են արձակում, որպեսի գիշերը հանգիստ կարողանան պարկեն քնելու, քանի որ ամեն ինչ այսպես թե այնպես կանցնի և շները թաղեցին բրդոտին, թաղի շների ամնից, կարգերեցին իր պատին, վրանին իքվեցեցին, ծրծել էր խոհարարին դրում։ Լորիկ ջան, բրավո, բրավո։ Այս փոքրիկ աստղի վրա ցուրտ է և մի փոքր էլ մութ։ Եվ աշխարհը շատ հին է, լավ ժամանակների համար։ Ասում է ուզում եմ գնալ թերթերի թաղամաս, բայց այնտեղ խառնաշփոթ է տիրում, Անդրե! Անդրե, այո, իմ անունը Անդրե էր։ Եթե ձեզ նույնիսկ վիրավորանք են ասել, ապա դուք կարող եք տիրապետել ձեզ։ Հրետանա, որ դու հանգիստ եղիր, եթե կարշից չպատվեն այն կպայթից դու ուրիշը չունես։ Այո, ձեզ հրանոցներով պրտիկ էին անում, գցել են կեղտի մեջ ու թչել ձեզ վրա, բայց ոչինչ։ Ինչ կա դրա։ Դու պետք է տուն գնաս։ Ես այլևս չի։ Ինչ իմաստ ուներ 4 տարի նայելով լուսանկարի սպասել նրան, իսկ եթե գտնել մեկ ուրիշին։ Գիշերները ես վախենում էի, հասկանում ես, դու ինչ այլևս տուն չես գնա։ Դու ինձ լսիր։ Նրանք ջարդուփշեր են անում խմբագրյա տները, գոռում են կրակոցներին հանդիման, գոռում են իբր նոր աշխարհ են հորինելու։ Հեռացիր։ Նրանցից մի խումբ այստեղ է գալիս։ Նա է, ես հիմա կասեմ նրան, իսկ ես կփակեմ քո բերան, ես կկորամ։ Մինչև կոկորտն ասում այն կախնիկայից և ուզում եմ կախվել։ Լսիր, չես կարող ասել կախը կախվելից, հիմա մեզ հետ գաս ձեզ հետ կհամաս, հա? Այո։ Ինչ, ուրվական տեսար։ Հեյ, ընկեր, մազերդ բիզբիզ են կանգնել։ Նա է, հա։ Օ, Դե ինչ է պատահել, ինչու եք բոլորդ կարկանել, առաջ, մարդ։ Անդրե, Հայրը հաստատում, սենք
եք ես աչու։ Լսի, ինձ խնդրում եմ ես։ Ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասում։ Հարբած ես ինչ է։ Անդրե, հարբած չեմ, ես կարևոր բան պետք է բացատրեմ, եմ լսի ինձ։ Իսկ հիմա հարբած հարսնացուն է բացում նրա ետևից։ Ինչու ես զկապեսնում, մի բան ասա, կնեց ինչ է։ Անդրե, նա երեխա է ունենանում, դա է նրա պարտականությունը, գնացի, կաղա։ Հելավարվել է, Լսեք, Սա իմ նշանածն է։ Նա պորնիկ է, եկել է այստեղ և հղի է։ Հա, մի քիչ էլ սփռտնաց։ Իոբ է, ես դրա հետ կապ չունեմ, ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ։ Անդրե, քեզ մարդիկ են լսում։ Դու ինչ է իրեն ես հղիացել, հա։ Ես հերու եմ եղել, չեմ տեսել թեզ, ես պարկած էի կեղտոտ խրամատում, դու հետ էիր պարկած։ Իսուն եք այդպես ասում, իբր ինչ եք հասկանում։ Ես միայն քեզ էի ուզում տեսնել։ Հիմա երկար պարկած կլինեի այնտեղ։ Կամ ինքս ու լարգանգիս մեջ։ Ավազը կլեցվեր ատամներից տակ։ այո, Ես ոչինչ էլ չէի իմանալ։ Բայց ես շատ էի ուզում տեսնել այս ամենը։ Չորեքթան ծողալով դուրս եկա կավե խրամատից։ Այնքան ծիծաղելի էին չորեքթան ծողալով դուրս եկա այս կավե խրամատից։ Ինչու եք բոլորդ ինձ այդպես տանում։ Ինչ ամբողջ ամսերուր եք կորել։ Մի բաղանան։ Հեյ, հերոտար եք կսպանի աղջկա։ Դեքն այստեղ պագեցրեք եղու մեջ։ Կորել գրողի տոցը, ինչ որ ուզում էիք տեսակ ու լսեցիք, վերջ, ամեն ինչ հավարտվեց, վերջ։ Այստեղ, գնացեք տուն աննա։ Գնացեք դուք կմրցեք գրողտանի, բաղուշ, մի կուտե մի բան ասես, հա։ Նրան վերցրին ուշտեի շենքը, ոսեի դիմացրի հետանի է կանգնած, մենք շատ քիչ ենք և ուշ է ուշ։ Լսեցիք, վերջ տվեք, այս վիժվածքին ու նրա քացին ասեք այդ ամենը։ Վերկաց գնանք թեթերի թաղամասը գրոհելու, առաջ որպես բոլորին կահավեք ես։ Ասից թողեք նրան։ Հրետանա, դու զրահակատլում տակալակ չէ, ծեք ուտեղ նայտել է, լավ է որ ես։ Համաս ես դիտ վրա համխուշների ասկեր կան ինքդ էլ մի քիչ հոգնը տանջես, բայց ընդհանուր առմամբ դու դեր այքան է բատիճակ ուշես տեղ։ Արի այստեղ աննա։ Լսվիր դու չես կարող մի քիչ էլ մեզ ես ոսնել։ Չես ուզում գնալ նրանց։ Նրանք քեզ են սպասում քրան։ Ինչ ես մտածում արագ ասա։ Կարերով հարված եք ինձ, բայց ես տեղիցս չեմ շարժվի։ Կուզեք վերջին վերնաշապիկս դես կտամ, բայց գլուխս էլ կտրեք ոչ մի տեղ չեմ գնա։ կեղեն ինձ լապի։ Իսկ ով կգնա թերթերի թաղամասը գրոհելու։ Ես գիշեր անցկեսնող խաղամասեր գրոհելու չեմ գնա։ Ես գար չեմ ու չեմ ուզում սատկել։ Լսիր ընկեր։ Նրանք կպատրեն կուրծքը։ Նրանք գնդակը արեցին սարմունքը։ Իսկ ես նորից գտականոչ ես։ Կարծում եմ մենք մենակ կշարունակենք դեր։ Եվ Աֆրիկան ու մնացած ամեն ինչը սուտ է։ Քիչ առաջ այս պարոնը գոռում էր, իսկ հիմա տաքու կամ կողին է ուզում։ Հիմա արդեն կինն է։ Օ, միթե։ Արի այստեղ անում։ Այո,
Դա թերություն այլևս անմեղ չէ։ Աննա, ասա… Այո, պարկել եմ ուրիշի հետ և հիմա հղի։ Իսկ մենք խուշտ ենք քո ցնդաբանություններից։ Դու էիր գոռում, գնանք, գրոհենք թերթերի թաղամասը։ Այո, գոռում էիր։ Ես հիմա տուն եմ գնում, գնացինք Աննա։ Խոս։ Ես խափել եմ ծնողներից։ Չամուսնացած պարկել եմ տղայի հետ։ Դու էլ ես խոս։ Բակիր։ Ես քո մասին չեմ հիշում։ Եվ ոչ էլ լուսանկարդ է ինձ հարկավոր, լսում ես։ Աննա, լրի։ Չէի հիշում, լսում ես։ Չքաս դրա վրա շարունակ ես համարել։ Ես սպարնադանակով։ Ես ուզում եմ գծկվելու փոքր գունդ դառնալ, Անդրե։ Սիրտս խառնում է այս ամենից։ Սա սովորական թատրոն է։ Տախտակներից պատրաստված բեմ, թղթեր ուսին և դրա տակ մսի տաղավար։ Բայց այստեղ իսկական միս են գտրան։ Աննա, տես, նրանք մոռացել են իրենց թմբուկը։ Խեղճերը մեռնում են թերթերի թաղամասում։ Նրանց գլխին տներ են փլվում։ Լույսը բացվում է, նրանք խեղտամահ կատվի ձագերի պես ընկած են փողոցում։ Ես խոս եմ։ Խոս։ Իսկ խոսը տուն եմ ասում։ Թարմ վերնաշապիկ կհակնեմ, մաշկս դերդերն է։ Շապիկս կհանեմ, կոշիկներից յուղ կքսեմ։ Այս խաղաղությունը շուտով կավարտվի, և մինչև լուսաբաց ես հանգիստ պարկած կլինեմ այն կողմում ու կբազմանամ։ Կբազմանամ, որ էլ երբեք չներում։
ռոմանտիկ հայացքներով ինձ մի նայեք։ Դուք բոլորը ձրյակի ես սրիկաներ եք։ Դուք բոլորը շողոքորթներ եք։ Դուք բոլորը արյուն արբու վախկոտներ եք։ Դուք բոլորը